Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտավախություն ունի, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել։ Իհարկե ունի մտահոգություն։ Մենք ասենք ճանապարհն է դա ցույց տալիս։ Առավել ես այսօրվա արգացուցակներն են դա ցույց տալիս։ Ընդհանուր խոսակցությունները, տարբեր տարածքներում ինչ որ արվող գործողությունները։ Ձեր կարծիքով ով կարող է կեղծել ընտրությունները։ Այդ միշտ լծակները իշխանության ցերկում է եղել, այսինքն այնտեղ ես իմ հայտնություն չի էլի, որ ասենք վերջերջո արձադատար ընտրություններ անցկացնելու չանցկացնելու ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ուսերի վրա է, դա այդպես է։ Դուք կարծում եք իշխանությունները կարող են Գիտեք, իշխանությունները ես չեմ ասում, որ այդպես նստած ինչ-որ դավադրությունների մեջ են եւ այլն, բայց իշխանությունները ցանկանում են այս ծանր պայմաններում հաջողության հասնել, երբ ընդհանուր խոսանքը ավելի իրենց դեմ է եւ ուզում են պահել իրենց քաղաքական մենաշնորհը, դա արդեն ես կարծում եմ, որ շատ հստակ սիգնալ է տարածաշրջաններում բոլոր այն կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին, նույնիսկ եթե դրանք ուղիղ հրամաններ չունեն, մեր անցած ճանապարհը դա ցույց է տալիս։ Նրանք կարծեք թե իրենց վրա արդեն պատասխանատվություն են դնում, որ լավ արդյունքներ պետք է տան, որովհետև հետո կարող են նրանց աշխատանքից հանել։ Այսինքն արջի ծառայություն մատուցելու գործոնը մեր մոտ իսկապես ավերներ է գործել նախկինում եւ շարունակելու է գործել եւ այս ընտրություններին ես վախենում եմ, որ կարող է ավելին լինի, որովհետեւ իսկապես խոսանքը այսօր դեպի փոփոխություն է։ Այդ փոփոխության այլընտրանքը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, բայց մյուս կողմից իշխող կուսակցությունը բնականաբար ուզում է իր դեղերը պահի, նույնիսկ ասում է ուզում է ավելացնի եւ այդ բոլորը քաղաքական այդ խոսակցությունը, հայտարարությունները այդ բոլոր մարդկանց հստակ ուղերձ է, որ գնացեք մեզ համար դրական արդյունքներ բերեք, բայց եթե չկա դաշտը կամ այդ բարդ փողը, այդ դրական արդյունքը բերելու, այդ մարդիկ կարող են ամեն ինչի գնալ։ Պարոն Օսկանյան, գալիք նախագահական ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սատարելու է գործող նախագահի թեկնածություն։ Իմ կարծիքով շատ շուտ է թե իրոք դրա մասին մտածելը, խոսելը մեր կենտրոնացումի մի խորհրդական ընտրությունների վրա է եւ խորհրդական ընտրությունների արդյունքներից է կախված, ես կարծում եմ հետաքրքիր որոշումներ։ Ազատություն ռադիոկայանի ինտերվյուում դուք շաբաթներ առաջ հայտարարեցիք, որ իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել, բայց որոշ ժամանակ անց Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դա ձեր անձնական կարծիքն է եւ ոչ կոալիցիան ձևական չի եղել ու հա այնպիսի տպավորություն է, որ Բարգավաճ Հայաստանի ներսում հակասություններ կան, տարաձայնություններ կան էական ինչ-որ հարցերի հետ կապված, ինչ կասեք։ Ես այդ կոալիցիայի թեման իսկապես չէի ուզենա բացել, հատկապես հիմի, որ ընդամենը 2 օր է մնացել ընտրություններին։ Անկախ ամեն ինչից, ընտրությունների օրը արդեն դրա հաջորդող 24 ժամ ընթացքում կոալիցիան արդեն դադարում է գործել, չէ՞, ես բոլորս մենք արձանագրում ենք։ Այդպես է, դա օրենքն է։ Այնպես որ այսօր տարակարծություններ չկա։ Այնց որ 2 օր է մնացել, եկեք այդ իրեք իմի վեճի մեջ չմտնենք, ինչպես է եղել եւ այլն։ Բայց ինչ վերաբերում է, որ դուք ասում եք Բարգավաճ Հայաստանի շուտ տարակարծություններ կան, գիտեք, էական հարցերի շուրջ տարակարծություններ չկան, Բարգավաճ Հայաստանի ընդհանուր ծրագրի շուրջ տարակարծություններ չկան, նպատակների շուրջ չկա, քաղաքական մոտեցումների շուրջ չկա։ Կարող է տարածություններ լինեն իրավիճակի գնահատական տալու մեջ, որը շատ բնական է։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ասենք, որ տարակարծություններ անվանենք դրանք, դա վատ բան չի, գիտեք, դա շատ առողջ բան է։ Եվ մեր քաղաքական, այսպես մշակույթի մեջ երևի աննախադեպ կլինի։ Ես շատ ուրախ կլինեի, որ հանրապետական կուսակցությունն տեսնեի տարակարծություններ։ Պարոն Օսկանյան, ձեր քննադատները ասում են, որ կոալիցիան վերաբերում է ոչ թե խորհրդարանական ընտրություններին, այլ վերաբերում են նախագահական ընտրություններին եւ հուշագրում են գրվածը, որ հա սատարելու են գործող նախագահային նախագահական։ Հետևաբար ինչքանով է ճիշտ ասել, որ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիան կդադարի գոյություն ունենալ։ Կոալիցիան դա այդպես է, գիտեք, սա ինչ որ անիվ չհնարենք էլի, եթե երկու ընտրությունների միջև ինչ որ մի համացանություն է եղել տարբեր քաղաքական ուժերի մեջ, դա ուժի մեջ է, մինչև այն բանը, որ ընտրությունները։ Ինձ եթե հարցնեք, դա ուժի մեջ պետք է լինի մինչև այն բանը, որ երբ ընտրաշարժն է սկսել եւ նրանք որոշել են առանցին։ Մեկ այդ մի ամիսը ինչ որ առանձնալի փոփոխություն չի եղել, բայց որ ընտրության օրը որ նոր խորհրդարան է արդեն ձևավորվելու, որ ամենից զրոյից է սկսել, սա միանշանակ է կասկած չկարող լինել, անկախ դրանից թե ով ինչպես կուզենա շահարկել այդ հուշակիրը, որը ստորագրվել է։
բայց վաղվան, այսինքն ընդրության օրվանից, հաջորդ օրվանից ամենից զրոյական կետի վրա է եւ արդեն նոր պայմանավորվածություններ պետք է լինեն կախված հենվելով արդեն նոր ստեղծված իրավիճակի։ Այսինքն նախկին պայմանավորվածությունը չեն գործելու։ Գիտեք, այդպես է, դա կարգը այդպես է։